FM 106.5 հաճախականության եթերում Էկոանկյուն ռադիոնախագիծն է, որը կարող եք ոչ միայն լսել, այլ նաև դիտել։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ մեր մշտական գործընկեր Էկովիլ արևային ընկերության մարքեթինգի ղեկավար Մարիամ Ավագյանին։ Ողջույն Մարիամ։ Ողջույն Կարեն ջան։ Մարիամ, բազմաթիվ առիթներ ունեցել ենք հանդիպելու, շփվելու տարատեսակ թեմաների շուրջ, այսօր առաջարկում եմ շարունակել եւ խոսենք հիմնականում նորությունների մասին, որոնք առաջիկայում սպասվում են Էկովիլ ընկերությանը, եւ եկեք առաջինը սկսենք ամենամոտ իրադարձության մասին խոսելով, Leasing Expo-ի մասին է։ Հերթական անգամ, Էկովիլ ընկերությունը, այս անգամ Էկովիլ Holding-ը մասնակցում է այս Expo-ին, ցուցահանդեսին եւ տարիներ շարունակ եղել է գլխավոր գործընկեր միջոցառման։ Ինչ ակնկալիքներ ունեք այս տարի։ Շնորհակալ եմ հարցի համար, Կարեն ջան, նախ նշեմ, այս անգամ մենք հանդես չենք գալու պարզապես գլխավոր հովանավոր, այս անգամ հանդես ենք գալու որպես էներգետիկ եւ արևային միակ գործընկերը Expo-ի, եւ որպես էներգետիկ գործընկեր մենք մեծ սպասելիքներ ունենք ցուցահանդեսից եւ ներկայացնելու ենք մեր նոր ժամանակակից ապրանքները, դրանք են իհարկե գիտեք արեկակուտակային համակարգերը, որոնք գիտեք ամեն ինչի մասին մանրամասն զրուցելու ենք այսօր։ Հայկական արտադրության են եւ մենք առաջարկելու ենք ժամանակակից ջերմային պոմպեր, դրա մասին եւս կարծում եմ այսօր կխոսենք ինչ է իրենից ներկայացնում։ Շատ լավ, խոսենք այս ցուցահանդեսային ձևաչափից, իրականում արդարացված է արդյոք նմանատիպ ցուցահանդեսները Հայաստանում, իհարկե երբ խոսքը գնում է Big Project ընկերության մասին եւ նրանց կազմակերպված միջոցառումների մասին, ապա այո, շատ հաջողված էքսպոներ, ցուցահանդեսներ, որոնք կարծում եմ վաղուց արդեն հայտնի են գրեթե բոլորին։ Բայց հետաքրքիր է արևային ոլորտի համար սա նույնպես այսպիսի մեծ հաջողություն ակնկալվում է։ Նախ նշեմ, որ էներգետիկ ոլորտը, ընդհանուր էներգետիկ ոլորտը վերջի շրջանում Հայաստանում շատ արագ տեմպերով է աճում եւ դա մասնավորապես ոչ միայն երևում է անհատների կողմից, այլ նաեւ բիզնեսների կողմից։ Իհարկե գիտեք, Էկովիլը այս տարիների ընթացքում 1600-ից ավել գործընկերներ ունի եւ այս պահի դրությամբ նաեւ ցուցահանդեսը թույլ է տալիս այդ հանդիպումները, նետվորքինգները եւ ցույց տալ ոչ միայն հենց արևային պրոդուկտները, այլ նաեւ նոր լուծումները, որոնք մենք առաջարկում ենք առավել խնայելու համար եւ իհարկե էներգետիկ անկախ լինելու համար բիզնեսներին։ Շատ լավ, այս դեպքում խոսենք կոնկրետ ցուցահանդեսի ներկայացվող պրոդուկտների մասին, ինչպես նշեցիք, այսինքն հանդես է գալու Էկովիլ Holding-ի գրեթե բոլոր ընկերություններով։ Այո։ Եկեք հերթով սկսենք, որ ընկերությունը ինչով է զբաղվում, դեպետ վստահ եմ, որ մեր մշտական ռադիոլսողներին շատ լավ հայտնի է այս ամենը, բայց մեկ անգամ եւս կրկնենք։ Էկովիլ ընկերությունը զբաղվում է արևային համակարգերի նախագծմամբ եւ տեղադրմամբ, կարծում եմ Էկովիլի մասին այսօր կարող ենք այդքան արդեն իսկ չխոսել, քանի որ բոլորին հայտնի է եւ մենք ներկայանալու ենք այս անգամ նաեւ մեր Էկովիլ Energy-ով, որը առաջարկում է էլեկտրաէներգիային մատակարարում բիզնեսների համար, այսինքն ազատ շուկա դուրս գալով ավելի ցածր սակագնով էլեկտրաէներգիա բերել կարող են բիզնեսները։ Հանդես են գալու նաև, ինչպես արդեն նշեցի, արեկակուտակային համակարգերով, մարտկոցներով, որոնք հայկական արտադրության են եւ այսօր մեզ թույլ են տալիս ամբողջությամբ անկախանալ գազից, կարողանալ կուտակել ինչպես on-grid տարբերակով։ Այսինքն եթե սովորական սպառողները անգամ այն ժամերին երբ կակինը բարձր է, կարող են իրենց կուտակածը այդ պահին շահագործել անգամ առանց արևային համակարգերի։ Իսկ արևային համակարգի հետ միասին տեղադրելու դեպքում իհարկե Մայամ ճիշտ եմ հասկանում, որ էքսպոյի ժամանակ հնարավորություն կլինի, այցելուներին ամիջապես տեսնել այս պրոդուկտները, ինչու՞ չէ նաև փորձարկել եւ այլն։ Անպայման Կարեն ջան։ Այսինքն ֆիզիկապես լինելու են այս պրոդուկտները այնտեղ։ Շատ լավ։ Խոսենք նաև կոնցեպտի մասին, ամեն տարի հետաքրքիր կոնցեպտով եք ներկայանում էքսպոյին, այս տարի ո՞րն է լինելու այն չգիտեմ նորույթը, որով տարբերվելու եք բոլոր տաղավարներից։ Նախ նշեմ, որ մենք հատուկ միայն այցելուների համար բացառիկ
պայմաններով, շահավետ պայմաններով հնարավորություն ենք տալու մեր պրոդուկտները ձեռք բերել եւ իհարկե ցուցադրելու ենք, ներկայացնելու ենք նաեւ, ինչպես արդեն նշեցի, ժամանակակից լուծում է ջերմային պոմպը։ Հնարավորություն է տալիս տեղադրել օրինակ առանձնատանը, ինչ է իրենից ներկայացնում դա, բարձ լեզվով ասած, դրսում արկա օդը, այն կարողանում է վերածել եւ եթե օրինակ դրսում այս պահին ձմեռ է, օդը վերափոխվում, եւ ներսում բացում է ապահովում։ Եվ նաեւ հնարավորություն է տալիս տաք ջուր ունենալ, տաք հատակ ունենալ։ Նույն գործընթացը ամռանը հակառակ ուղղությամբ է կատարվում, այսինքն ներսում արկա ավելորդ տաքությունը դուրս է բերվում եւ ապահովում է սառեցում։ Մանրում նայեք տպավորություն է, որ Էկովիլը փորձում է ամեն դեպքում այսպես համակարգային, համընդհանուր լուծումներ առաջարկել, լուծումների փաթեթ ես կասեի, կա այդպիսի բան եւ արդյոք առաջիկայում նախատեսում է իսկապես գրեթե բոլոր այն ծառայությունների արկայությունը, որ անհրաժեշտ է ժամանակակից մարդուն էկոտուն սմարթհոմ ունենալու համար։ Իհարկե մեր շատ մոտ ապագայում նման բան նախատեսում ենք, այս պահին դրա մասին շատ չեմ խոսա, միայն կարող եմ ասել, որ եւ մեր բիզնես հաճախորդներին եւ ֆիզիկական անձանց համար մենք միշտ իրենց կողքին ենք բոլոր էներգետիկ լուծումներ առաջարկելով, այսինքն մենք չենք սահմանափակվում զուտ արևային համակարգերով։ Շատ լավ, խոսենք առաջարկների մասին, ասացիք, որ հետաքրքիր նորություններ եք ունենալու այցելուների համար, կլինեն ինչ-որ, չգիտեմ, զեղչային համակարգեր կամ նմանատիպ այլ բաներ։ Բնականաբար, Կարենջային ես արդեն նշեցի, որ հատուկ այցելուների համար բավական շահավետ պայմաններ են գործելու եւ իրենք հնարավորություն են ունենալու մեր ամբողջական էկոսիստեմայի ակումբի անդամ դառնալու եւ իհարկե խաչաձև օգտվելու նաեւ մեր մնացած ներկայացվող պրոդուկտներից առավել շահավետ պայմաններով։ Նախորդ տարի, եթե չեմ սխալվում, բոլոր հաճախորդներին դուք նվիրում եք օթորակիչներ։ Այո։ Այ հետաքրքիր է, հիշեցի այս փաստը եւ մտաբերում եմ, որ վերջերս շատ ձեր մրցակից շակերտավոր ընկերություններ կրկնօրինակում են, այն ամենը, ինչ արվում է օրինակ Էկովիլի պարագայում 1 տարի առաջ, 2 տարի առաջ, ինչպես եք վերաբերվում, երբ ձեր որոշումները, ընկերության մարքեթինգային, ռազմավարական, այսպես կարևոր որոշումները որոշ ժամանակ հետո կրկնօրինակվում են։ Իրականում Կարենջան ուրախանում ենք, որովհետև հաճելի փաստ է, երբ շուկայում փոփոխություն ենք անում, եւ դրանից իհարկե շահում են հաճախորդները։ Այդ դեպքում այդ փաստը շատ հաճելի է մեզ համար, որ մենք կարողանում ենք ինչ-որ նոր արարություն բերել։ Եվ ինչու ոչ նաև ձեր ձեռագիրը դառնում է համընդհանուր արևային ոլորտի ձեռագիր, ինչ նկատելի է վերջին տարիներին։ Միջոցով դա եւս շատ։ Այ խոսեցիք հավելվածից, ժամանակն է որպեսզի ամփոփենք, նախորդ տարի եղավ մեկնարկը ռեֆերալ ծրագրի եւ բավականին մեծ ակնկալիքներ ունեիք, արդյոք արդարացվեց այդ ակնկալիքները եւ ինչ հաջողություններ ունենք այսօր։ Նախ նշեմ, որ հիմնական ակնկալիքը եղել է հավելվածի ստեղծելու այն, որ մեր գոհաճախորդները, քանի որ միշտ իրենց ծանոթներին, բարեկամներին խորհուրդ են տվել տեղադրել արևային լուծումներ, այս բանին, որովհետև բացի արևային համակարգերից, այլ լուծումներ եւս կարող են խորհուրդ տալ հավելվածի միջոցով, միշտ խորհուրդ են տվել, դա եղել է անվճար, մենք ուղղակի այդ ամեն ինչը բերել ենք թվային դաշտ եւ սարքել ենք մեր հավելվածը, այս պահին մեր հաջողությունը այն է, որ մենք ունենք 1000, այսինքն վաճառքի մասնագետ կոնկրետ օգտատերերը շատ են, բայց ակտիվ օգտատերերը, ովքեր ակտիվ վաճառքով են զբաղվում, այսինքն խորհուրդ են տալիս իրենց ընկերներին, ծանոթներին, իրենք արդեն 1000 եւ ավելի։ Բայց այ հետաքրքիր է, այսքան մեծ հաճախորդների բազայի հետ եք շփվում, արդյոք ունեք պատկերացում ձեր այսպես հաճախորդի կերպարի, ով է Էկովիլի հաճախորդը։ Էկովիլի հաճախորդը նախ այն մարդն է, ով կարողանում է բնության մասին հոգ տանել։ Դա առաջնային։ Ամեն դեպքում կարծում եք, որ իսկապես դա այն շարժիչ ուժն է, որ մարդկանց դրդում է անցնել արևային էներգետիկայի, որտեղ մենք բազմաթիվ անգամ խոսել ենք տարբեր մասնագետների, հյուրերի հետ եւ գրեթե բոլորը նշել են, որ միանշանակ այդ փաստը կա, բայց դա առաջնայինը չի դեռևս Հայաստանում։ Որոշում կայացնելու համար, ցավոք Հայաստանում առաջինը մտածում են, որ էներգիախնայողություն, այո, շահավետ է, այսինքն կարողանում են անվճար հոսանք ստանան, կարողանում են ծախսերի կրճատում կոմունալների, այո, ծախսերը կրճատեն, բայց միևնույն է գիտակցական այն հանգամանքը, որ մարդ գալիս է այդ որոշման, ինքը միևնույն է մտածում է, թե ինչքան օգուտ է տալիս, ինչքան աշխատատու գազի արտանետում է նվազեցնում,
Հայաստանում եւ ինքը լինում է այն հենց այդ ամբողջի մի մասը, ովքեր կարողանում են ցույց տալ, որպեսզի մեր մոլորակը դառնա կանաչ։ Դառնա այնպեսին, ինչպեսին պետք է լինի։ Այո, ինչպես նախորդ տարի Էկովիլի մասին դոկումենտալ ֆիլմում էր ասվում, պատկերացնում եք էկոաշխարհ։ Մանրամ շարունակենք հետաքրքիր թեմաներից զրուցել, այդ հետաքրքիր է որքան ժամանակ է որ ոլորտում արդեն աշխատում եք որպես մարքեթինգ ղեկավար։ Ոլորտում ճիշտ ասած դեռ 2 տարի է ինչ աշխատում եմ։ Ես կարծում եմ կարճ ժամանակահատված է այս ոլորտի համար, որովհետև ամեն օր նոր բաներ ենք սովորում ու ինժեներական ոլորտում որպես մարքեթինգ ղեկավար աշխատելը իհարկե հեշտ process չի, այսինքն այդ ամեն ինչին պետք է տիրապետել, ավելի շատ ուսումնասիրել, բայց այս 2 տարին լեփլեցուն է եղել։ Շատ լավ։ Այ հետաքրքիր է, այս 2 տարիների ընթացքում վստահ եմ հասցրել եք շփվել բազմաթիվ հաճախորդների հետ կամ պոտենցիալ հաճախորդների հետ, ինչու ոչ։ Որն է այն հիմնական հարցերի, այսպես հարցաշարը, որ ձեզ տալիս են, հա, որ միֆեր կապված արևային էներգետիկայի հետ, մտավախություններ, որոնք են, որ դեռևս արկա են, հա, այսպես օդից կախված շրջում են։ Նախ նշեմ, որ այն ժամանակահատվածում 2 տարի առաջ, երբ որ ես եկել եմ Էկովիլ ընկերություն, միֆերը ավելի շատ էր, այսինքն գիտակցական մարդիկ արդեն այլ ձև են մտածում ու քանի որ ճանաչողությունն է ընդհանուր արևային լուծումների արդեն մեծապես բարձրացել Հայաստանում, արդեն գիտակցում են, որ օրինակ, եթե անպամած օրերը միևնույն է արևային կայանը կարողանում է հոսանք արտադրել եւ դա չի խանգարում եւ ընդհանուր հայերը արդեն հասկանում են, որ մենք ունենք Հայաստանում այն լավ ռեսուրսը, որ ունենք 300 օր արևային եւ մեծապես այդ արևային օրերը մեզ կարելի ասել այն ռեսուրսը, որ մենք ունենք, կարողանում ենք ճիշտ օգտագործենք ճիշտ լուծումների շնորհիվ։ Դա եւս մարդկանց շրջանում արդեն շատ բարձրացել է այդ ճանաչողությունը եւ իհարկե կան օրինակ միֆեր, որ պատկերացնում են, որ հնարավոր է կայանը կեղտոտվի ու չկարողանա այլևս արտադրողականությունը ապահովել կամ բավարար հա չարտադրի։ Մանրամ խոսեցիք աղտոտվելու մասին, խոսենք ծառայություններից Էկովիլի, կարծում եմ շատ ավառիթ է հենց ես հետ զրուցել այդ մասին, ինչ ծառայություններ եք առաջարկում արդեն տեղադրումից հետո։ Տեղադրումից հետո առաջարկում ենք օրինակ դիագնոստիկ ստուգում։ Ինչ է ենթադրում սա։ Մենք նախ նշեմ, որ այն փուլում, երբ երաշխիքի մեջ է այդ ծառայությունը, բնականաբար մենք ապահովում ենք անվճար։ Բնականաբար դա ներդրում է ամբողջ կյանքի համար։ Նախ նշեմ Կարենջան, որ այս շրջանում ծառայությունների անհրաժեշտությունը նաև եղել է մեր մրցակից ընկերությունների հաճախորդների կողմից, քանի որ շատ ընկերություններ նաև փակվել են ու դադարեցրել են գործունեությունը, այո, թողնելով բազմաթիվ հաճախորդներ մեզ։ Այո, անգամ երաշխիքի ժամանակ չեն կարողացել սպասարկումը իրականացնել, բնականաբար Էկովիլը նաև սպասարկման ծառայություններ, դիագնոստիկ ստուգում, մոնիթորինգ, ինչպես նաև հենց մաքրման ծառայություններ, AI մոնիթորինգ Ինչ է ընդհանրում AI մոնիթորինգը։ AI մոնիթորինգը մենք կատարում ենք դրոնների միջոցով, գերհզոր դրոնների միջոցով։ Ստուգումը հիմնականում նույնն է, դա կատարվում է ուղղակի առանց մարդկային միջամտության եւ կարողանում են կայանի մեջ հայտնաբերել որոշակի անոմալիաներ ու հասկանալ ինչպես պետք է դա լուծվի, որպեսզի արտադրողականությունը բարձրանա։ Կարծում սա ավելի կիրառելի է մեծ կայանների դեպքում, համակարգային մեծ գործընկերների համար։ Շատ լավ։ Դե ինչ եկեք նշենք լիզինգ ցուցահանդեսի կամ էքսպոյի օրերը, հրավիրենք բոլորին։ Ապրիլի 10-ին, 11-ին եւ 12-ին իրենք գտնվելու ենք լիզինգ էքսպոյում, որը տեղի Դե անպայման ուզում եմ նշել, որ ամենամեծ տաղավարը հենց Էկովիլ հոլդինգինն է լինելու։ Այո, որը տեղի ունենալու Meridian Expo ցուցահանդեսային կենտրոնում։ Սիրով սպասում ենք բոլորիդ եւ շատ մեծ անակնկալներ ունենք։ Շատ լավ Մարիամ, ամփոփենք մեր զրույցը, իսկապես այս տարին շատ արագ է, այսպես ընթանում, չենք էլ հասցնում հետևել բոլոր իրադարձություններին, բավականին դժվար գեոպոլիտիկ իրավիճակ տարածաշրջանում, ինչ է կարծում, նմանատիպ երևույթները առհասարակ աշխարհում տիրող երևույթները ազդում են, հա, Հայաստանում, այսպես էներգետիկ ոլորտի վրա զարգացումների։
Իհարկե Կարեն ջան, աշխարհում տիրող իրավիճակը ինչքան էլ որ փորձենք մենք զերծ մնալ, ամեն դեպքում ամբողջությամբ չեն կարողանալու, սակայն ես հույսով եմ այդ ամեն ինչը շուտ կվերջանա եւ ոչ գնի փոփոխությունների վրա կասի, ոչ ընդհանուր էներգետիկ վիճակի Հայաստանում։ Շատ լավ Մարիամ, հուսանք որ այս տարի իսկապես կլինի էներգետիկ առումով շատ հաջողակ տարի, մենք շարունակենք այն հաջողությունների, գիծը, որ սկսել ենք դեռևս 10 տարի առաջ եւ դեռևս շարունակական է թվում, թեպետ տարատեսակ փոփոխությունները ենթադրում էին, որ սա կարող է իսկապես կրճատի, խանգարի, խոչընդոտի այս ոլորտի զարգացմանը, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ բոլորս է գիտակցում ենք, որ սա Հայաստանի համար իսկապես ռազմավարական, նշանակություն ունի։ Ես կարծում եմ, որ նաև սա նոր սկիզբն է հենց էներգետիկ ոլորտի։ Արդեն մարկոսներով եւ նոր լուծումներով։ Հուսանք, որովհետև իսկապես տեխնոլոգիաները զարգանում են, իսկ մարդիկ պետք է համընթաց շարժվեն, իսկ Հայաստանը գրեթե միշտ փորձել է համընթաց լինել տեխնոլոգիական զարգացումներին։ Շնորհակալ եմ Մարիամ հետաքրքիր զրույցի համար, անպայման այցելելու եմ Leasing Expo, ձեր տաղավար շրջելու եմ եւ հուսամ, որ ձեր կողմից ներկայացված առաջարկներից մեկը ինձ նույնպես կգրավի եւ ձեր կբերեմ Արեգակուտակիչ, քանի որ կարծում եմ, որ այս product-ի մեջ կան այնպիսի product-ներ, որ նախատեսված չէ նաև տան համար, ուղղակի կարելի է փոքրիկ տարբերակների մասին եմ խոսում, վերցնել ձեզ հետ ավտոմեքենայում ունենալ արշավներ, գնալ նամանավանդ, որ արժևում ամառային հետաքրքիր ամիսներ են սպասում մեզ։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես շնորհակալ եմ Կարեն ջան, հաճելի օր։